ձեռքը տվեք։ Օրը սկսում է հիվանդների հետ շփումով, գնահատում ենք նրանց վիճակը, փորձում ենք հասկանալ, թե մեր բուժումը ինչ ուղղությամբ տանենք կլինիկայում հիվանդների հետ շփվելուց, հասկանում ես, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն կա քո ուսերին եւ այդ պահից սկսած արդեն սպիտակ խալաթի ծանրությունը քո ուսերին զգում ես։ Ներկա պահին ընթանում է իմ կլինիկական արձինատորան, իմ բժիշկ դառնալու գործում քոավը եւս իր մեծ ներդրումն է ունեցել։ Ես հիշում եմ, ինչպիսի մեծ հիասմունքով էի նայում ընկեր Լուսինեին, ով մեր առողջապահական ծրագրերի ղեկավարն էր եւ պատկերացնել, որ կգա արդյոք մի օր, որ փոքրիկ Սոնյան էլ դառնա բժիշկ։ Ինձ ընձեռնվեց հնարավորություն այս տարի իմ կամավորությունը իրականացնել առողջ ապրելակերպ հանրային երազեկման արշավին։ Շատ մեծ էներգիա ենք ստանում երեխաներից, նրանց քննող հայացքներից, հետաքրքրված հայացքներից։ Իմ հիշողությունները քոավի հետ սկսվում են առողջ ապրելակերպ խմբակից եւ հետագայում ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարան եւ քոավը ֆինանսավորեց իմ կրթությունը։ Քոավը հնարավորություն է տալիս մարդուն որպես հասարակության անդամ լիարժեք ինտեգրվելուն, անձնային որակների բարելավմանը, մի շարք հատկանիշների մեր մեջից վեր հանելուն։ Կատարում ենք համայնքային զարգացման ծրագրեր։ Նախորդ տարին վնասակար սովորությունների, ծխախոտի, թմրանյութերի, ալկոհոլի մասին էինք քննարկում, այս տարի քննարկեցինք եւ սովորեցինք ձեռքերի ճիշտ խնամքը։ Երբ գալիս եմ գյուղ, անպայման այցելում եմ մեր եկեղեցի, որովհետեւ ես Աստծո ներկայությունը իմ կյանքում տեսնում եմ ու վստահ եմ, որ հետագայում Տիրոջ օրհնությամբ նաեւ իմ ճանապարհն եմ շարունակելու։ Ինձ 10 տարի հետո տեսնում եմ բազմապրոֆիլ հիվանդանոցում աշխատելիս եւ այդ հիվանդանոցը գուցեև լինի Շիրակում, օրինակ Արթիկի բժշկական կենտրոնը։ Հուսանք կունենանք բազմապրոֆիլ այն հիվանդանոցը, որտեղ կտեսնեք ապագայում ինձ։ If you believe in COAF's mission, consider joining us with a donation today. Your support can change life.